Այսօր ամենատարածված խնդիրներից մեկը դրանք քաղաքացիների պարտքերն են։ Եթե քաղաքացին պարտքեր ունի բանկերին, վարկային կազմակերպություններին, այլ քաղաքացիներին, ապա նրանք դիմում են գումարի բռնագանձման պահանջով դատարան, դատի են տալիս քաղաքացուն, պահանջում են իրենց գումարը, հաշվարկելով տույժ ու տուգանքները, տոկոսները եւ արգելանք է դրվում քաղաքացու գույքի վրա, ավելի վատթարացվելով քաղաքացու վիճակը։ Ինչ անի քաղաքացին, նա հայտնվել է այնպիսի հորձանուտում, որ չի կողմնորոշվում, թե ինչպես դուրս գա այդ վիճակից։ Միակ ելքը սնանկությունն է։ Ինչ է սնանկությունը։ Սնանկությունը դա հնարավորություն է, երբ քաղաքացուն տրվում է նոր հնարավորություն սկսել ֆինանսատնտեսական նոր կյանք, այսինքն եթե կա սնանկության մասին որոշում, ապա համաձայն այդ որոշման սառեցվում են քաղաքացու բոլոր պարտքերը, տույժերը, տուգանքները եւ տոկոսները։ Սնանկության վճռից հետո կարճվում են քաղաքացու բոլոր կատարողական վարույթները։ Փաստորեն սնանկության իմաստն այն է, որ այն միտված է պաշտպանելու քաղաքացուն որոշակի ֆինանսական պարտավորություններից։ Նշեմ, որ սնանկության կառավարիչ ընտրելու հարցում լինում են տարբեր մոտեցումներ, այսինքն կամավոր սնանկության դեպքում քաղաքացին հնարավորություն ունի ընտրելու սնանկության կառավարիչ, իսկ հարկադիր սնանկության դեպքում կառավարիչ ընտրում է դատարանը։ Սնանկության կառավարիչը ունի շատ մեծ լիազորություններ, այսինքն նա կատարում է գույքագրում, կատարում է ֆինանսատնտեսական հաշվարկներ, հաշվապահական եզրակացություններ եւ այլ գործողություններ։ Այն քաղաքացիները պետք է շատ ուշադիր լինեն եւ հաշվի առնեն, որ սնանկության կառավարիչը օժտված է այնպիսի լիազորություններով, որ օրինակ կարող է հետ գնալ 5 տարի առաջ եւ դիմել դատարան պահանջելու գումարներ, այսպես եթե քաղաքացին օրինակ 5 տարի առաջ վաճառել իր ավտոմեքենա, որի իրական արժեքը դա $10,000 է, սակայն իրական արժեքը թաքցնելու նպատակով նշել է տվել $1,000 եւ $9,000 չի երևում, սնանկության կառավարիչը կարող է դիմել դատարան, այդ թվում նաեւ գնորդին դատի տալ եւ պահանջել մնացած $9,000 գումարները, որպեսզի փակեն պարտքերը։ Սնանկության գործերով ամենազգայուն թեմաներից է նաև բնակարանի հարցը։ Օրինակ ասենք, եթե քաղաքացին գրանցված է որպես սեփականատեր բնակարանում, սակայն այնտեղ կան նաև մի քանի էլի համասեփականատերեր, ապա սնանկության դեպքում առանձնացվում է քաղաքացու բաժնե մասը, կալանքի տակ է դրվում, ուղարկվում է հարկադիր կատարման ծառայություն եւ դրվում է աճուրդի եւ վաճառվում է միայն իր բաժնե մասը։ Իսկ եթե սնանկության կառավարիչը գտնում է, որ ընդհանրապես գույք չկա, ապա որոշում է կայացվում սնանկության վարույթը կարճելու վերաբերյալ։ Այսինքն սնանկության կառավարիչը միջնորդություն է ներկայացնում դատարանին սնանկության վարույթը կարճելու վերաբերյալ, երբ որ դատարանը դա բավարարում է, ապա ավարտվում են բոլոր կատարողական վարույթները։